Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Փարիլուս սեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ։ Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ։ Ինչպես եք այսօր։ Հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատրության մեջ եք։ Այսօր ցեզի պիտի խոսիմ մեծ բակի 5-րդ գիրագի մասին, որ կգոչվի Թադավորի գիրագի։ Գիտեք ով է Թադավորը։ Թադավորը այն մարդը գլա, որ թադարանի մեջ կնստի եւ ինք գլսե մեղադրող գողմը եւ մեղադրվող գողմը եւ ապա եզրակացություն կգազմե օրենքին համաձայն գթադե ամ որ մեղավոր է անոր դուքանք կամ բադիժ կամ փանդ գսահմանե իսկ ամ որ արդար է մեղադրողն է անիգա իր վարձքը կամ հադուցումը կստանա։ Ուրեմն Հիսուս կբատմե, որ քաղաքի մեջ թադավոր մգար։ Սակայն այս թադավորը ոչ Աստուծմե գվախնար, ոչ ալ մարդոցմե գամչնար։ Նույն քաղաքին մեջ այրի գիմ մգար, այսինքն գիմը, որ մեկը չուներ իրեն պաշտպան, որովհետև ամուսինը մահացած էր, մեռած էր։ Եվ արիթեն օգտվելով այս գնոջ թեմ հագարագործ մգար, թշնամի մգար, որ ամեն անգամ նեղություն գուդար այս գնոջ։ Անարդարություն գներ։ Այս կինը ինչ պիտեներ, բնականաբար պետք է թադավորի մոտ երթար եւ թադավորեն խնդրեր, որ իր թադը լուծեր։ Բայց քանի որ այս թադավորը ոչ Աստուծմե գվախնար, ոչ մարդոցմե գամչնար, եւ գիտեր որ այս գնոջմե շահ պիտի չունենար, գաշարք տրամ պիտի չառներ, ուստի ինչ կներ, կամ դեսերզիկ։ Մտիկ չերներ իրեն, երբ որ գինը գուքար, կխնդրեր իրեն ով թադավոր, իմ հագարագորտես, իմ թշնամի ես թադս լուծե, ականջ չեր գախեր։ Բայց այս այրի գինը առանց ցանցրանալու, առանց վհադելու, ամեն օր թադավորին մոտ գնաց, ամեն օր անորթուրը թագեց, ծեծեց, ասելու համար որ թադս դես գաղաչեմ ով թադավոր։ Այս թադավորը ցանցրացավ այլևս ամեն օր այս այրի գինը տեսնել իր դրան դիմաց։ Ուստի ինքն իրեն ասավ. Ճիշտ է որ ես Աստուծմե չեմ վախնար, մարդոցմե ալ չեմ ամչնար, բայց այս այրի գինը ցանցրացուց այլևս ինձի։ Իր թադը տեսնեմ, որ այլևս քովս նորեն չկա, իր երեսը չտեսնեմ։ Եվ անոր թադը տեսավ։ Այս բացմությունը երբ բացմեց Հիսուս, սիրելի փոքրիկներ եւ բադաններ, մեզի սորվեցուց, որ մենք պետք է աղոթենք առանց վհադելու, առանց հուսահատելու։ Եվ Հիսուս ասավ. Եթե թադավորը, որ այսքան չար է, լսեց մդի գրավ այրի գնոջ խնդրանքին եւ անոր թադը լուծեց։ Հապա ծեր երկնավոր հայրը Աստված բաբան, որ այդքան բարի եւ ցեզ գսիրե, մդիկ պիտի չնե ծեր աղոթքին, անշուշտ մդիկ պիտի նե։ Անոր համար սիրելի փոքրիկներ եւ բադաններ, աղոթեցեք դուք, աղոթեցեք մեր հայրենիքին համար, աղոթեցեք մեր pedagogian անսասանության համար, հայոց բանակին համար, մեր կերևարված զավակները դուն վերաթարնալու համար, մեր եկեղեցվո ամրության, հավատքի համար, իրարու համար, ծեր ծնողներուն համար, որ Աստված հայրիկը, ծեր հորը եւ մորը առողջություն տա, երկար կյանք տա, ծեր եղբայրներուն, քույրերուն, ընկերներուն, ուսուցիչներուն, բոլորին համար աղոթեցեք։ Աստված ծեր բարի սրդեն աղոթները պիտի լսե։ Բայց ըսկուշ վատ բաներ չեն կրնար աղոթել։ Աղոթքի ժամանակ չլա որ մենք մեզ սուրբ գարձենք եւ ասենք որ Աստված բաբա ընկերոջս բաժե, ես լավ եմ ինքը լավ չէ։ Որովհետեւ Հիսուս հայրիկ այս օրը այս նույն թադավորին արագը որ բացմեց, ատկևերջ ուրիշ պատմություն բացմեց։ Ասավ երկու մարդիկ կային։ Մեկը ինքզինք արդար գարձեր, փարիսեցի էր, մյուսը մեղավոր էր, մաքսավոր էր։
Այս երկուքը կացին դաջար, եկեղեցի, աղոթելու։ Ան որ ինքզինք արդար կգարձեր այս փարիսեցի գոչվածը, սկսավ աչքերը երգիկ փարսացնել եւ ասել որ Աստված բաբա, ես ուրիշ մարդոց պես չեմ, վատ մարդ չեմ, անիրավ մարդ չեմ, ես քող չեմ, ես այդ չեմ, ես շաբաթի 2 անգամ բակ կբռնեմ, ծոմ կբահեմ, ես իմ շահածից 10%-ը դասանորդը գուդամ դաջարին եւ այսպես ինքզին քովելով գսպաղեր։ Իսկ մեղավոր մաքսավորը գլուխը չեր գնար վեր փարսացնել, Աստուծո թեմքի նայել, գլուխը ծրած, գուրծ կգծեձեր եւ գսեր. դեր ները իմ մեղքերս, ես մեղավոր եմ, ները ինձ դեր։ Եվ Հիսուս բաբան գիտեք ինչ ասավ մաքսավորը մաքրված, արդարացած դուն քնած։ Ահա գտեսնեք, երբ որ գաղութենք, պետք է մեր անձը խոնարեցնենք։ Երբեք սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, ծեր անձը ուրիշներեն ավելի վեր չնկատեք։ Միշտ հիշեցեք, որ մենք պետք է խոնար կյանքով ապրենք, եւ երբ մենք խոնար կյանքով ապրենք, այնադեն Հիսուս բաբան մեզ կփարսացնե։ Այնադեն դերը մեզի այնպիսի լավ դեղեր կհասցնե, որ ուրիշներուն ալ օրինակ լանք։ Եվ դուք մեր սքանչելի հրաշք սերունդն եք, հրաշք բալիկներն եք, հրաշք զավակներն եք։ Սրբությամբ մեծեք, որբեսի մեր ազգը լավ դեղ հասցնեք։ Մեր հույսը թուգեք, մեր ուրախությունը թուգեք։ Մենք ալ ցեզի համար գաղութենք, որ Աստված ցեզ սրբությամբ մեծնե, Սուրբ Հոգիով մեծնակ, իմաստությամբ լեցվիկ, խելացի դառնաք, ապրիկ Աստուծո ջամփու մեջ, Աստուծո բադվիրանները բահեք, որբեսի եւ դուք կարողանաք մեծ թիրքերու հասնել եւ կարողանաք մեր ազգը առաջնորդել Աստուծո ջամփուն մեջ են։ Վաղը ցեզմե որ դուրս պիտի կան բժիշկներ, փաստաբաններ, երկրի ղեկավարներ, գաթողիկոսներ, եպիսկոպոսներ, քահանաներ, վարդապետներ եւ թուգե որ մեր ազգը իդ լուսավոր թիրքի պիտի փարսացնեք։ Աստված ցեզի առողջություն թող տա, Աստված ցեզ թող բահե բահբանե իր Սուրբ աչին հովանին տակ, Աստված ցեր ծնողները բահե, որբեսի ամենքս ցեզմով ուրախանանք։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, ի քաղցր դեսություն, մինչև հաջորդ ուրբաթ։ Լավ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք։